Եվ այսպես այժմ ելույթ կունենա նույն ինքը Արման Եղոյանը, դիմավորեք։ Շնորհակալություն, սիրելի վայոց զորցիներ, սիրելի եղեգնաձորցիներ, արենիցիներ, եղեգիստիներ, ջերմուկցիներ եւ իհարկե իմ սիրելի հարազատ վայքեցիներ, ողջունում եմ բոլորիդ, սիրելի ժողովուրդ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շատ խոսեցինք նախկինում ապագայի հեռանալու, անհասանելի դառնալու մասին, թե ոնց էինք մենք անընդհատ գնում ապագայի հետևից ու չէինք հասնում։ Եվ ես ամբողջ ճանապարհ ինձ հարց էի տալիս. ոնց է հնարավոր գնալ ապագայի հետևից ու երբեք չհասնել։ Միթե դա հնարավոր էր։ Միթե ապագան փախչում էր մեզանից։ Միթե չէր ուզում, որ մենք հասնենք իրեն։ Միթե մեզ մղում էր անցյալի գիրկը։ Եվ ես գտա այդ հարցի պատասխանը ճանապարհին։ Ոչ, սիրելի հայրենակիցներ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ պատերազմի եռագլուխ կուսակցության իշխանության ժամանակ Հայաստանը ապագան պարտքով վերցնում էր եւ դնում էր անցյալի մեջ։ Մենք վաղվա օրը դեռ չապրած այն արդեն վերցնում էինք եւ դնում անցյալի մեջ։ Փոխանակ այսօրվա օրը վաղվա մեջ դնելու տեղը։ Այսօր վաղվա մեջ ներդրում անելու փոխարեն մենք մեր ապագան ներդրում էինք անցյալի հարցերի, չլուծված կամ անլուծելի, անհեռանկար եւ անտեսանելի շատ հաճախ, թաքցված շատ հաճախ ժողովրդից։ Ձեր այսօրվա օրը վերցվում է ձեզանից, որպեսզի լուծվի այլ հարցեր ձեր այսօրվա օրվա հետ կապ չունեցող։ Ես բերեմ մի օրինակ։ Հյուսիս-հարավ ճանապարհը, շատ կենցաղային օրինակ բերեմ, որ չասեք Եղոյանն էլի փիլիսոփայում է։ Ուր է հյուսիս-հարավ ճանապարհը, դա պիտի լիներ այսօր։ Այսօր վայոց ձորում արդեն իսկ պիտի լիներ կառուցված, կահավորված հյուսիս-հարավ ճանապարհը եւ մենք պետք է դրանով ուղղակի երթևեկեինք եւ զբաղվեինք մեր հաջորդ գործով։ Սակայն մենք հիմա զբաղվում ենք այն գործով, որով ժամանակին իրենք չեն զբաղվել։ Ավարտեցինք Երևան-Գյումրի հատվածը, հիմա կառուցում ենք Սյունիքի հատվածը, հաջորդը պիտի լինի Վայոց ձորի հատվածը։ Ահա սա մենք նկատի ունենք, ասելով, որ ապագան այսօր, այսինքն մենք հասել ենք ապագային, մենք բռնել ենք ապագան, հազիվ հասել ենք ձեր օգնությամբ եւ երբեք չպիտի թույլ տանք, որ հունիսի 7-ին այդ ապագան էլի քաշելով, պոկելով, զորով, խափելով, մանիպուլացնելով, համոզելով ձեր ձեռքից հանկարծ տանեն։ Երկրորդը, սիրելի ժողովուրդ, ինչ է անում պատերազմի եռագլուխ կուսակցությանը։ Նրանք ձեզ առաջարկում են աշխատանք մեկ օրով, հունիսի 7-ին։ Ինչ կասեն, դա մեկ օրվա համար է, մեկ օրվա աշխատանք է։ Սակայն նրանք մոռանում են, որ հունիսի 7-ին իրենք չեն աշխատանք առաջարկողը, իրենք չեն հունիսի 7-ի գործատուն։ Հունիսի 7-ին աշխատանք, գործ եւ առաքելություն սահմանողը դուք եք, սիրելի ժողովուրդ, դուք եք աշխատանքի ընդունողը եւ ոչ թե իրենք աշխատանքի ընդունման հայտ ներկայացրած մարդիկ են, իրենք ձեզ չեն կարող աշխատանք առաջարկել, որովհետև նախ իրենք արդեն ունեն այլ աշխատանք, իրենք զբաղված են այլ աշխատանքով եւ երկրորդ իրենք չունեն էլ այն հնարավորությունը, այն ռեսուրսները եւ այն ցանկությունը, որի մասին որ խոսում են։ Այնպես որ, սիրելի ժողովուրդ, եթե դուք չեք ուզում ձեր գործատուի, Հայաստանի ամենակարևոր գործատուի եւ ամենամեծ բարերարի կարգավիճակը կորցնեք, հունիսի 7-ին միանշանակ պետք է ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ես շատ կտրուկ կասեմ, եթե ոչ, հունիսի 7-ին Հայաստանում կլինեն, եթե ոչ, դրանք կլինեն մեր վերջին ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ եւ մենք նորից պետք է սկսենք մեր 30-ամյա պայքարը, ինչպես 2018-ից առաջ էր, նորից հասնելու համար
ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններին եւ նորից ապագայի հետևից վազելու ճանապարհը նորից պետքա սկսենք հունիսի 7-ին, եթե դուք հանկարծ թույլ տվեցիք այն փախչել ձեր ձեռքից։ Այնպես որ սիրելի ժողովուրդ 2026-ին քվեարկում ենք 16-ին ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին Շնորհակալություն Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար